Տարիներ առաջ 91, 2, 3 թվերն էր, երբ որ ես նոր եկա հավատքի, ինձ հետաքրքրում էր, որ եկեղեցին ճշմարիտ է։ Ինձ էդ էր հետաքրքրում, իմ սրտի մեջ Տերը ինձ կանչել էր, բայց որ շատ այտենց ոնց որ եկեղեցիներ կային, ես ինքս ինձ որոշել էի, Աստված իմ, ես գալիս եմ դեպի քեզ, բայց ես ուզում եմ իմանամ ճշմարտությունը։ Եվ ասեմ, որ ես գիրք շատ էի կարդում, եղբայրներ կորել, հորդորում եմ նաև ձեզ, Աստվածաշունչ Մատթեոսը թող դառնա քո անբաժան ընկերը ամեն օրվա։ Ամեն օր դու պիտի կարդաս, ամեն օր դու պիտի կերակրու ուտես։ Երբ որ դու կերակրված ես Աստվածաշնչով, քեզի ոչ մեկ չի կարող խաբի։ Քո աչքերը հոգևորապես լուսավորված կլինեն, որտեվ այս ժամանակաշրջանում, երբ որ ես շփվում եմ երիտասարդների հետ, ես տեսնում եմ, որ իրան գրքի հետ կապ չունեն այդքան։ Աստծո խոսքը կարդալու հետ կապ չունեն։ Երիտասարդներ ջան, եթե ուզում եք լեցված լինեք Աստծո հացով, դուք պարտավոր եք ամեն օր կերակրվեք այս երկնային խոսքերով։ Սա հացա, երկնքից իջած, սա հացա, որը կկերակրի քո հոգին, դու սովի չես մատնվի։ Մարդը, երբ որ սովի է մատնվում, ինքնին ձեռքը երկարում արդեն աղբամաններին։ Բայց մարդը, երբ որ կերակրվում է Աստծո խոսքով եւ ունի աղոթքի կյանք, այդ մարդը վերջը շփում ունի երկնքի հետ։ Իսկ երկինքը, երբ որ տեսնում է դու իր խոսքերը կարդում ես, աղոթքով կապնվում ես իր հետ, առանց օրհնության քեզի չի թողում։ Դուք հələ փորձեք երիտասարդներ, ամեն առավոտ երբ որ վեր եք ելնում քնից, վերջը հասկանալի է, մի կարճ ժամանակ հետո քո առաջի գործը պիտի լինի կարդալը եւ աղոթելը։ Ոչ թե տես թեթևի մեջ ուղակի մի սաղմոս կարդաս, նես թեթև աղոթես, հայր մեն ասես դուրս գաս, ոչ, այդպես չէ։ Դու փորձի լուրջ վերցնես ավետարանը, կարդաս մի քանի գլուխ գոնե եւ կապնվես Աստծո հետ, հանձնվես Հիսուս Քրիստոսին եւ քո ամբողջ օրը հանձնես Տիրոջ ձեռքերի մեջ, այսինքն մտնես Աստվածային պաշտպանության ներքո, կերակրվի քո հոգին երկնային կերակրով, դրանից հետո նոր դու դուրս գաս աշխարհ քո գործին, քո սովորելուն, վերջը քո ծառայություններին։